Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես դա հայտարարել եմ, դուք տեղյակ չեք։ Տեղյակ եք, չէ։ Բայց դուք չէ որ պարզապես կարգավիճակ ունեք, Տիկին Խաչատրյան։ Դուք ապատուանից ենգոմ տեսնում եք, թե ես ինչ եմ խոսում վարչապետի։ Ես պատասխանել եմ Հավասարական հետ լրատվամիջոցին տված իմ հարցազրույցում։ Գնացեք հետ տվեք, լսեք։ Հայկ Գոնջորյանն էր։ Բա որ գիտեք ինչ եք բանանում։ Մենք չգիտեինք Իմացաք։ Իմացաք։ Ստացվել չէ։ Սա նշանակում է, որ այն քննադատությունը, որ մինչ այդ կար մամուլում, որ դուք հնարավոր է հաջորդ ազգային ժողովում չլինեք, փաստորեն փոխվել ինչ-որ բան, որ Ով է ձեզ ասել, որ հնարավոր է ժողովրդն է կարծացել։ Քիչ կարծացեք, այլ ինձանից լսեք։ Ձեր պատասխանեցի։ Ես ասել եմ երաշխավորությունը ով է տվել եւ դա տրամաբանված է, որ տրվել է խմբակցության ղեկավարի կողմից։ Ուրիշ հարց չտակ։ Մնացածը կարծացեք ժողովուրդ թերթի էջերում։ Շարունակեք լինել։ Դա է եւ ասում, սա հերքում է այդ պնդումը, որ երբ որ Տիկին Խաչատրյան, դուք բարձրագույն կրթություն եք ստացել։ Հարցը մի շարունակեք, եւ որ պատասխանը ստացել եք։ Ասեք։ Հանձնաժողովի նախագահ մնալ։ Ես հիմա հանձնաժողովի նախագահ եմ, որովհետև ընտրված եմ։ Չգիտեք, որ պետք է լինեն ընտրություններ, ընտրությունից պետք է ձևավորվի իշխանություն։ Իշխանության ձևավորից հետո պետք է ձևավորվեն հանձնաժողովները, մրցակցություն կա մեր ֆրակցիայում, այսինքն մեկ տեղի համար միշտ եղել են մրցակցային մասնակիցները դնում են իրենց տեխնոլոգիաները, երբ որ կընտրվեմ եւ կարիք կլինի, որպեսզի ես շարունակեմ, բնականաբար ես դա կդիտեմ որպես իմ աշխատանքի գնահատական։ Ձեր հանդեպ լարվածությունները հարթվել են արդեն։ Իսկ դուք լարվածություն եք տեսնում։ Դուք էլ չէիք շղթում, որ լարվածություններ ամեն դեպքում կան։ Տրիբյունի ձեր խմբանի լրագրողի կողմից կար։ Տրիբյուն ձեր գործընկերոջ եւ որոշակի լրատվամիջոցներ, երբ որ առավոտյան ստանում եք հրահանգ, լարվածության բովանդակություն ձևավորելու, ուրա լարվածություն հիմա կա, տեսնում եք։ Ձեր ասում հարթվեցին։ Իսկ դրանք ինչպիսին են եղել, որ պետք է հարթվեին։ Լարվածության օջախնել եք դուք ստեղծում, օջախնել դուք ձեր ձեռքով ոչնչացնում եք։ Նորմալ է։ Քաղաքական գործիչը պետք է կարողանա եւ հարվածներ ընդունի եւ հարվածներ հասցնի քաղաքական ոչ թե բռնցքներով, այլ քաղաքական խոսույթի միջոցով։ դա քաղաքական քանի հարված եք ստացել վերջի շրջանում։ Վերջի շրջանում ձեզանից եմ ստացել, երբ որ պատուհանից են կողմից պարծառատեսի կեցվածքով տեսան։ Ամեն ինչ ասում եմ, բան Քոչյան, որ Նիկոլ Լավ, Փաշինյանը դե դրա համար ասում են, որ դուք պայծառատես եք։ Ասեք։ կապերում ուրիշ բաներ։ Հիմա դուք եկել եք իմ հետ կռվեք, ծարսեք։ Իմ հետ գրվում։ Ես չեմ կռվում, հարցը տվեցիք, թողեք մյուսները տան, Տիկին Խաչատրյանին։ Հերմինե ջան, դուր հարց։ Դիտավորություն։ Դուք եք հիմա որոշում ով դա հարց։ Որ քվորում պատասխանեցին այդ օրը դուք դիտավորություն տեսնում եք։ Ես ձեզ ասեմ, ես իմ մեկնաբանությունը տվել եմ, որովհետև ես քարտուղարության աշխատակիցների մոտով անցել եմ եւ բնականաբար, եթե ես պետք է հաջորդ ելույթ ունենա, ինձ պետք է պարզապես տեղյակ պահեն։ Այդքան բան։ Երբ որ ես չեմ եղել դալիճում, կարող էին տալ մեկ այլ բանախոսի, որից հետո ես կտային ձայնը ինձ եւ ես բնականաբար կանոնակարգ օրենքի պահանջով պարտադիր ելույթ ունեցողների ցանկում եմ եղել եւ կտա եւ ամեն ինչ նորմալ անցել վերջացել է։ Եվ վերջնաշով եղել են դրանից հետո դեպքեր, երբ որ 20 րոպեելի ընդմիջումներ ա եղել, քվորում չի եղել, այսպես դրամատիկ ինչ որ մի լարվածության օջախ փնտրել եւ նորից բերել այն իրողություններին, որին դուք մասնակից եղել եք, դուք ամբողջությամբ չէ։ Որոշ մասը լրատվամիջոցների, որոնք առավոտյան երբ որ արդանում են, այսպես ինստրուկցիան նաեւ մեյլերի տեսքով ստանում են։ Խնդրեմ, ուրիշ։ Կան պատգամավորներ, որոնք փաստացի չեն առաջադրվել, չեն ցանկանում շարունակել իրենց գործունեությունը, ինչ բացատրություն ունեք։ Ամեն մեկը թե Փաշինյանն է ասում, որ իրանք չառաջադրվեն, արդյունավետ չեն եղել։ Ես ձեզ ասեմ, որ ամեն մի պատգամավոր ինքն է իր բացատրությունը տվել։ Եվ պարոն Սուքիասյանը, եւ Տիկին Պողոսյանը, եւ Հրաչ Հակոբյանը, ել չգիտեմ մնացած էլ ովքեր են, որ որոշել են չդնեն, երևի կյանքի հաջորդ, հա, ընթացքում իրենք որոշել են որտեղ իրենց կտեսնեն ավելի էֆեկտիվ, իրենց աշխատավայրը որտեղ են տեսնում։ Հիասթափություններ չկան։ Դուք ինձ հիասթափություն զգացիք այս զրույցի ընթացքում։ Հարցը առաջադրվելի չի։ Վերջին հաշվով նաև ես որ ասում եմ աշխատանքը միայն զեկույցները չի, աշխատանքը այն ճանապարհն է, որ մենք անցել ենք նույն անվտանգային միջավայրում մեր գործընկերների հետ, որի արդյունքում մենք այսօր ունեցանք հնարավորություն բանակի ծառայության ժամկետը կես տարով կրճատելու։ Դա արդյունքա թե չէ։ Դա ծնողների համար արդյունքա թե չէ։ Դրա մեջ
չգիտես ինչի շատերը փորձում են վատ բան տեսնեն, չգիտես ինչի ուզում են տեսնեն, որ մեր երկիրը դարձավ անպաշտպան, երբ որ ծրագրային առումով, եթե մասնակից լինեն այս բոլոր պրոցեսներին, տեսնեին, որ սա տրամաբանական քայլերի հաջորդ քայլն է, իսկ ինչ պետք է անել սրանից հետո հաջորդ քայլերով, դա ուղղված է լինելու եւ կրթությանը, եւ ուրեմն ինժեներական աշխատանքներին, եւ բանակի կանոնակարգային հարաբերությունները ավելի բարձր մակարդակով կառավարելի դարձնելուն եւ այդպես շարունակ։ Ամեն օր, երբ որ մենք զոհ չենք ունենում հակառակորդի կրակոցից, մեր կրակոցից, այսինքն հոգեբանական այդ իրողությունները եթե հաղթարված են, դրանով պետք է ուրախանալ։ Դրամ էլ բանակի գրավությունը ամեն օր բարձրանում է այն առումով, որ երբ որ լուծում է սոցիալական խնդիրներ, երբ որ այդ գրավչության հետ կապված նաև ծառայության ընթացքը սկսում է փոխվել, այսօր էլ մենք լսեցինք, թե մեր գործընկերոջ երեխան, որը ծառայության մեջ է, ուզում է շարունակի պաշտպան հայրենիացով, որովհետև տեսնում է այնտեղ հեռանկար։ Ամենակարևոր բանը տեսնել հեռանկար, որտեղ ուզում ես լինի ազգային ժողովում, ուժային կառույցներում, կառավարությունում, սովորական աշխատատեղում հեռանկար պետք է տեսնես, որը որ բերում է քեզ բավարարություն եւ այդ բավարարության աշխատանքի որակը բարձրացնելով բերում է արդյունք մեր երկիրը ավելի գրավիչ դարձնելու համար։ Մեր, ձեր չկա։ Դու մեր իշխանությունից ես։ Բոլորը, նույնիսկ Տիկին Խաչատրյանը։ Նաև աղջիկների կամավոր հիմունքներով պարտադիր ծառայությունը ներդրվեց։ Արդյոք սա արդյունավետ է, ինչ արդյունավետ։ Այս պայն արդյունավետությունը գնահատելը շատ բարդ կլինի, որտեղ մենք ակնկալում ենք ավելի մեծ մասնակցություն ու ներգրավվածություն։ Բայց գրավությունը անդադ բարձրանալով նաև ես կարծում եմ ունենք բանակում ծառայություններ, որտեղ աղջիկները անփոխարինելի են։ Չասեմ որտեղ եմ տեսնում դա, բայց իրենց տեսակով, համբերությամբ բանակում կային ծառայություններ, որտեղ աղջիկների ամենահարմար տեղն է ծառայության մեջ։ Ուսում եմ շնորհակալ։